Մարտի 9-ին ժամը 13:10-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Գազ 3110 ավտոմեքենայի վարորդը Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհին Փամբակ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում։ Դեպքի վայր են ժամանել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների եւ ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցների հետ ավտոմեքենայից դուրս են բերել մահացած տղամարդուն։ Վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչներն ու փորձագետը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի եւ մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ Անետ Կարապետյան, Տիգրան Բարսեղյան, Մոլորակ։